Սոն խնդրում եմ։ Դուրս գնամ։ Չհասկացա։ Մանրամասն բացատրեմ, աղջիկ ջան։ Քեզ ասում եմ դուրս գնա, մենք խոսալու բան ունենք։ Սոն։ Ու դու ինձ ասելու բացատրելու ոչ մի բան չունես։ Թե քեզ թվում էր ոչ մի բան չի բացահայտվելու ու սենց միշտ ինձ խաբելու ես։ Լավ, չեմ հասկանում, դու ինչքան հեռու կարաս գնաս։ Դու ոնց ես իմ հարազատ աղբորը իմ աչքերում մարդասպան ներկայացրել։ Դու ինչերի ես պատրաստ հանուն ուզածի, Տարմո։ Բացատրի հասկանամ։ Բացատրեմ։ Բայց ես չեմ պատրաստում քեզ այստեղ ինչ-որ բան ասել։ Հագնվի դուրս են գալիս։ Ես էլ չեմ պատրաստվում քո հետ ինչ-որ տեղ դուրս գալ։ Խելոք ես, աղջիկ ջան։ Ես ներքևում քեզ եմ սպասում։ Դու լավ գիտես, որ երկար սպասել չեմ սիրում։ Նորմալ ամեն ինչ։ Ջացակո, շատ լավ է։ Ես ու Նորեն ուզում ենք դուրս գանք։ Գնացեք։ Շուտ հետ կգանք, մի փոքր զբոսնենք ու գանք։ Լավ։ Ոնց ես իմ աղջիկ։ Լավ։ Գնացինք։ Լսում եմ։ Բարև Լադա։ Բարև։ Ինձ էլ թված համարս ես կորցրել կամ էլ ես եմ գերագնահատել ուժերդ, որ օգնությանդ եմ դիմել։ Խոստացար, որ ինչ-որ բան կանես ու անհետացար։ Դատարկ աղմուկը իմը չի։ Ես կապի եմ դուրս գալի, երբ որ հստակ ինֆորմացիա ունեմ։ Այսինքն հիմա ինչ-որ հստակ տեղեկություն ունես։ Հանդիպենք։ Եթե այդ տեղեկությունը իմ երեխուն է վերաբերվում, հանդիպենք, եթե չէ իմաստ չկա։ Նաև երեխուդ գործին է վերաբերվում։ Լավ, այդ դեպքում ինձ տեղ ասա ժամ, ես կմոտենամ արագ։ Նեղացրել եմ քեզ։ Ես նեղանալու տարիքից վաղուց դուրս եմ եկել, Սոնա։ Բայց այդ իմ սխալը ճիշտ չի դարձնում, Վրամ։ Ես քեզ նեղացրել եմ։ Վրամ, ես քեզ նեղացրել եմ ու ինքս ինձ չեմ կարողանում ներել ու մտածում եմ, որ պետք էլ չի արդարանալու փորձեր անեմ։ Կներես ինձ, ուղղակի ես ինձ կորցրել էի, զգացմունքներս իրար էր խառնվել ու չէի հասկանում ինչ եմ խոսում։ Ես հոգուս խորքում հասկանում էի, որ դու այդ ամենի հետ կապ չունես, բայց չգիտեմ ինչի այդպես ասեցի քեզ։ Դու ասեցիր են ինչ որ մտածում էիր, Սոն։ Չէ, Վրամ, այդպես չեմ մտածել։ Երդվում եմ։ Վրամ, ես ինձ վատ էի զգում, չէի հասկանում ինչ էր կատարվում։ Մտքերս խառնվել էին ու ես խճճվել էի։ Ես չեմ ուզում իմ հիմար սխալի պատճառով մեր հարաբերությունները տուժեն։ Վրամ, ես շատ անարդար եմ եղել քո հանդեպ, բայց չեմ ուզում քեզ նեղացնեմ։ Սոնա, ես հիմա չեմ ուզում նեղացած խաղամ, բայց չեմ էլ կարա ցույց տամ, որ ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի ուզում եմ մի բան հասկանաս։
որ եթե ես քեզ ընտրել եմ որպես իմ կին, ուրեմն պատասխանատու եմ քո համար ու պատասխանատու եմ բոլոր առումներով։ Ես հիմա չեմ ուզում խոսամ նրա մասին, որ ես իմ հարցերը մարդ սպանելով լուծող տեսակ չեմ։ Ես խոսում եմ իմ ու քո մասին, Սոն։ Ու եթե այս դեպքն էլ մի կողմ դնենք, այս կյանքում շատ հարցեր կան սրա նման, որ դեռ պիտի պատահեն մեր հետ։ Շատ խոսակցություններ կարող է լսես, շատ բաներ կարող է տեսնես, բայց այդ չի նշանակում, որ ամեն տեսածդ ու լսածդ բան պիտի 100% ճշմարտությամբ վերաբերվես, Սոն ջան։ Հասկացա՞ր, Սոն ջան։ Էն էլ այն դեպքում, երբ որ ինձ է վերաբերվում։ Դու պիտի առաջինը ինձ հավատաս, Սոն, որովհետև դու իմ կինն ես։ Կասկածներ ունես, հարցեր ունես։ Արի, նստենք իրար հետ խոսանք, հասկանանք, ես քեզ մանրամասն կբացատրեմ շատ հանգիստ ձևով։ Կներես ինձ վրա։ Նորմալ է, Սոն։ Դու իմ կինն ես։ Ու սենց տհաճ խոսակցություններ կարող է շատ լինեն։ Սոն, բայց դու գոնե պիտի ինձ ամենալավը ճանաչես։ Ու եթե ինչ-որ մի հատ խնդիր կա, արի իմ հետ խոսա, որ հետո ներելու կարիք չլինի, լավ։ Գիտեմ վրա։ Դու ամեն ինչ անում ես, որ ես ինձ լավ զգամ, որ չնեղվեմ։ Իսկ ես ինձ հիմարի պես պահեցի։ Այնքան ամաչում եմ արածներիս համար։ Արմո կանգնի, հա։ Դուրս չեմ եկել, որ հետո զբոսնեմ։ Մի հատ կբացատրես հասկանամ արածիդ իմաստը։ Չնայած ինչը բացատրես։ Պարզ է, որ ամեն ինչի պատրաստ ես, մենակ թե ես ու Հայկը միասին չլինենք։ Տենց մի հատ ծեծված արտահայտություն կա, կարող է լսած լինես։ Պատերազմում ու սիրո մեջ ամեն ինչ արդարացված անար։ Արմո, վերջացրու, հա։ Ես չեմ հասկանում։ Դու անընդհատ պատե արդի սիրո մասին ես խոսում, բայց դու իմ մասին մտածել ես։ Դու գոնե գիտես ես ինչ եմ զգացել այդ ընթացքում։ Դու շատ լավ գիտես, չէ՞, ես ինչքան եմ տառապել Արփիի ու Կարոյի մահվան համար, ինձ եմ մեղադրել, իմ մեղքի բաժինն եմ գտել դրա մեջ։ Ու դու հատուկ նենց արեցիր, որ Վարոյի մահվան մեջ էլ ես ինքս ինձ մեղադրեմ։ Լավ, ես ինչ սերա չեմ հասկանում, դու ինչ տեսակի մարդ ես։ Ամեն անգամ մտածում եմ, որ ավելի վատ բան չես կարող անես, բայց դու ամեն անգամ ինքդ քեզ գերազանցելու ձևը գտնում ես։ Ախպերդ ավելի խելացի գտնվեց, քան ես էի պատկերացնում։ Թեման ինքը բացեց, որ իր վրա ոչ մի կասկած չմնա։ Վերջացրու, հա։ Եթե քեզ թվում է, որ ես քո սարքած պատմություններից հետո ամեն ինչ նույնն է մնալու, սխալվում ես։ Ես քո հետ չեմ ամուսնանալու։ Վերջ Արմո։ Չէ։ Այս խոսակցությունն արդեն ինձ սկսում է ահավոր դուր չգալ, Նարէ ջան։ Ուղղակի այս պատմության մեջ միակ լավ բանը այն է, որ ամեն ինչ շուտ բացահայտվեց ու ես չհասցրեցի անդառնալի սխալներ անել, բայց ամուսնություն չի լինելու։ Քեզ թվում է, դու իմ հետ ես ամուսնանալու, այդ չի քննարկվում, Նարէ։ Դու իմն ես լինելու։ Մենակ իմը։ Լսի, սեփական սխալները ուղղելու համար երբեք ուշ չի։ Հա, հնարավոր է ես վրամին չասեմ իրականում ինչ ա եղել, հենց իր մասին մտածելով, բայց հավատա ես ինչ-որ միջոց կգտնեմ մերոնց բացատրելու համար, թե իրականում ինչ ա եղել ու ես ինչի չեմ ուզում քո հետ ամուսնանամ։ Ու հենց այդ պահին հորդ ամբողջ ունեցվածքը արած դրածը իմը կլինի, Նարէ։ Ամոթա, հերիքա, ծիծաղալու է։ Էս ինչ է։ Հերդ մի հատ փաստաթուղթ է ստորագրել, որով իր ամբողջ ունեցվածքը ինձ է պատկանում։ Հիմա ինքը իր համար հանգիստ է, որովհետև չգիտի, թե ինչ է իրան սպասվում։ Իսկ ես կարամ մի զանգով ամեն ինչ փոխեմ։
Լիլ, Սոն, բարև, ո՞նց ես։ 1000 տարին մեկ եմ հետդ խոսում, ես որ չզանգեմ, դու չես էլ զանգի։ կներես, մեղավոր եմ։ Դու ոնց որ էլի տխուր ես։ Վերջին շրջանում, երբ զանգում եմ կամ անդրամադիր ես կամ տխուր ես, շատ ուրախացանք ոնց որ։ Հա, փաստորեն ամեն ինչ այսքան լուրջ է։ Այն ժամանակ գոնե հերքում էիր, ասում էիր նորմալ է, բայց հիմա էդ էլ չես ասում։ Չէ, Լիլ, ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ ինչի ձայնս քեզ տխուր թվաց։ Ուզում եմ գամ ձեր տուն, հարմար է։ Չէ։ Ինչի։ Դե այսօր բոլորը տանն են, չեմ կարծում, որ դու քեզ լավ զգաս։ Դե դեպքում արի հանդիպենք, մի քիչ կզբոսնենք, համ էլ կհիշես մարդիկ ոնց են ապրում կյանք վայելում։ Լիլ, չափազանցնում ես, բայց ամուսնությունից հետո մի քիչ կյանքը փոխվում է։ Քո դեպքում մի քիչը շատ է։ Դե լավ, արի հանդիպենք, կսպասեմ։ Համ էլ նորություններ ունեմ քեզ պատմելու։ Լավ, մի բան կմտածեմ։ Խոստացի։ Խոստանում եմ։ Այս գործին ընթացք տալու համար մենակ իմ ստորագրությունն է պակասում, Նարը։ Չէ, ես չեմ հավատում։ Քո խնդիրն է։ Պապան երբեք առանց մանրամասն նայելու ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրում։ Փաստորեն ստորագրել։ Ուրեմն դու հրեշ ես։ Գիտեմ։ Էլի ես ասել։ Լավ, ինչի՞ տա պետք ես քո հետ ամուսնանամ, եթե ես զզվում եմ քեզնից։ Ատելությունից դեպի սեր մի քայլ է, Նարը։ Երբեք։ Հորդ համարել էիր ասում։ Տեսար, որ ստորագրել եմ։ Չես խելագարվելու բան է։ Նարը, եթե դու հիմա գնաս ու ձերոնց պատմես ու ասես, որ փոշմանել ես, քեզ լուրջ չեն վերաբերվելու։ Ոչ մեկ քեզ չի հավատալու։ Մտածելու են, որ հերթական կապրիզներդ են ու ուզում ես քեզ արդարացնես։ Դու ոչ մի ապացույց չունես իմ դեմ, Նարը։ Մի հատ հաղորդագրություն կար, էդ էլ արդեն չկա։ Ոչ մեկ չի հավատա քեզ։ Ու այդ ամեն ինչի արդյունքում հերդ ու աղբերդ իրենց ստեղծած օֆիսում կդառնան ինձ ենթակա մարդիկ։ Եթե ուզում ես, այս ամեն ինչը մի նախադասությամբ բացատրեմ քեզ, Նարը։ Ես ամեն ինչի պատրաստ եմ։ Լսում ես, ամեն ինչի պատրաստ եմ, որ դու իմը լինես, իմ կողքը լինես, ինձ ենթակա լինես։ Ասում ես հրեշ եմ, հա հրեշ եմ, ու հրեշավոր բաների եմ պատրաստ։ Այս տարիների ընթացքում այնքան բանում եմ ձեր դեմ հավաքած, որ ուղղակի մնում է մի թեթև, մատի շարժումով ջրի երես անեմ ու Հայկը ամեն ինչ կան։ Հայկը հորդ կսպանի ու ես իմ ունեցածը կվերցնեմ ու կանհետանամ այստեղից։ Նենց որ տարբերակները շատ են։ Ուղղակի պետք է հասկանամ, թե որն է ավելի հարմար։ Ոնց ես։ Չգիտեմ, ասացից, որ երեխու հետ կապված նորություն կա, երևի իմ որպիսությունը հենց դրանից է կախված։ Խմես մի բան։ Չէ, շնորհակալ եմ։ Մենակ խնդրում եմ, ասա ինչ նորություն կա։ Ես արդեն երկար ժամանակ է քո ամուսնու աղբոր ընտանիքի մասին ինֆորմացիա եմ հավաքել։ Ինչի՞։ Եթե մի բան հետաքրքրում էր, կարող էիր ինձնից հարցնել։ Ինչ որ ինձ է հետաքրքրում, դու դժվար իմանաս։ Մի քանի բան եմ իմացել, որ հերթը հասնի դատին, դու կարողանաս քո օգտին օգտագործես։ Ու այդ ինչ նորություններ են։ Սենց թեմաներ չեմ սիրում, ու սենց բաների մեջ չեմ մտնում, բայց այս դեպքում պետք է։ Այդ մարդիկ քո ամուսնու ընտանիքը անօրինական գործերի մեջ են։ Մի քանի հատ բիզնես ունեն, մի քանի հատ ֆերմա ունեն, բայց հետաքրքիրը այն է, որ իրանք չգրանցված աշխատողներ ունեն, էմիգրանտներ, Միջին Ազիայից, որոնց բնականը շահագործում են։
Ես չգիտեի։ Երբեք չեմ հետաքրքրվել ինչ գործ են անում ոնց։ Ես այս ամեն ինչ իմ կապերով եմ իմացել, բայց դեռ օրինական ապացույց չունեմ, բայց դա էլ կլինի։ Փաստորեն ճիշտ էիր ասում, իսկ ինձ թվում էր հույս ես տալիս, որ ոչինչ չանեմ ու իմ քայլերի պատճառով աղջիկդ չտուժի։ Ես երբեք օդի մեջ բան չեմ ասում։ Եթե ասել եմ կանեմ, ուրեմն կանեմ։ Իդեպ ծանոթացել եմ աղջիկդ հետ։ Շատ համարձակ ու խելացի աղջիկ էր երևում։ Աստորեն արդեն հանդիպել եք։ Այո։ Տադամ։ Քեզ համով բաներ եմ բերել։ Ապրես։ Ոնց ես։ Դե որ դու իմ հետ ես, արդեն լավ եմ։ Արի։ Ճիշտ է, դու ինձ չհարցրեցիր, բայց ասեմ, որ լավ չեմ։ Ինչի։ Սոնայի հետ եմ խոսացել, մի քիչ տխուր էր, ոնց որ անտրամադիր լիներ։ Ինչ որ բան է պատահել։ Չեմ կարծում, գիտես ինձ բան է ասում։ Առաջարկել եմ դուրս գալ, բայց չգիտեմ կկարողանա թե չէ։ Կարող են նեղացրել են Սոնային այդ տանը։ Չեմ մտածում, մենք ինչքան էլ արցանին չընդունենք, ինքը սիրում է Սոնային։ Մտածում եմ, որ դժվար նեղացնի։ Կարող է սուրճ դնեմ։ Լիլիթ կարող է գնաս Ադամյանների տուն, հասկանաս ինչ ա եղել։ Ճիշտն ասած առաջարկել եմ, բայց ասել է հարմար չի։ Բայց ապրես Միքո, չես թաքցնում, որ անհանգստանում ես, առաջընթաց կա։ Լիլիթ ջան նոր սուրճ էր ուզում դնել։ Ինչ ես կանգնեմ մնացել։ Բայց ես քո դրածն եմ ուզում։ Լիլիթ ինձնից ինչ սուրճ դնող։ Արի կտեսնես, որ լավ էլ կարաս։ Հույս ունեմ ասածներիս մասին շատ լավ կմտածես։ Մեկ էլ ես դեմքիդ արտահայտությունը փոխի, որովհետև ահավոր դուրս չի գալիս, երբ ես ժպիտով չես դիմավորում։ Չի կարելի այդքան ցինիկ լինել Արմո։ Հիմա կհամարեմ, որ ես ոչ մի բան չեմ լսել նարը։ Բայց հաջորդ անգամ ինչ որ բան ասելուց հետ առաջ լավ մտածի։ Համբերի։ Այ հիմա գնա սերս։ Նարե, ինչ ա եղել։ Արի հետս։ Արի։ Նարե, արի նստի։ Նարե, ես գիտեմ, որ դու Արմոյի հետ ես եղել, ինձ կասես ինչ ա արել կամ ինչ ասել, որ ես վիճակում ես։ Սոնի, ես ուղղակի էլ չեմ դիմանում, ազնիվ խոսք, ուժերս էլ չի հերիքում։ Նարե, ասել ես, որ հարսանիք չի լինելու։ Նարե, ասա, որ ասել ես։ Ասա, որ չես վախեցել։ Ես քո ասածների մասին մտածել եմ։ Նարե, խնդրում եմ, մենք մի տարբերակ պետքա գտնենք։ Դու պետքա ազատվես իրանից, այդ տղեն հոգեկան հիվանդ է։ Սոն, գիտեմ, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, բայց ուրիշ հնարավորություն չկա, հասկանում ես, ելք չկա։ Մենք մի տարբերակ կգտնենք։ Ինչ է ասել քեզ։ Նարե, Եթե գոնե մի քիչ ժամանակ լիներ, հնարավոր էր ինչ-որ բան մտածել, ուղղակի հարսանիքի օրը շատ մոտ է։ Հիմա ես չեմ կարողանալու ինչ-որ բան անեմ, հասկանում ես, ժամանակ չկա։ մի րոպե Նարե։ Այսինքն, եթե հարսանիքը մենք կարողանանք հետաձգել, դու մի տարբերակ կգտնես ու կազատվես Արմոյից։
Դե ես հույս ունեմ, շատ մեծ հույս ունեմ, որ կարողանամ ինչ-որ բան մտածել։ Ուրեմն հաշվի, որ հարսանիքը հետաձգված է։ Ոնց։ Նարե ես մի բան եմ մտածել, բայց դու ինձ այդ հարցում պետք է օգնես։ Ինձ քո օգնությունն է պետք։ Ինչ ես մտածել։ Նարեկ, ասեմ ամեն ինչ։ Ուղղակի մի քիչ դերասանական խաղ է պետք։ Կկարողանաս, չէ՞։ Ինչ խաղ։ Լսի Նարե, պետք է որ դու առավոտից բարձր ջերմություն ունենաս։ Մնացածը ես քեզ կբացատրեմ։ Ամեն ինչ ես կկազմակերպեմ։ Պետք է, չէ՞, բժշկական կրթությունը ինչ-որ միտեղ պետք կար։ Բայց ինձ թվում է, որ պետք է հիմիկվանից դու քեզ ված գաս։ Իջի ներքև, թեյդիր, ասա, որ ցուրտ ամրսում ես։ Մնացածը կկազմակերպեն։ Ես չգիտեմ դու ինչ ես մտածել, բայց շատ ինքնավստահ ես ու կամած այդ ինքնավստահությունդ փոխանցվում է ինձ։ Սոն, ինչ լավ է, որ դու կաս։ Ինչ լավ է, որ իմ կողքին ես։ Այնքան ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ։ Տպավորություն է, որ վրամը ոչ թե քեզ որպես իր կին է բերել, այլ իմ համար քո։ Ես մի նպատակով եմ եկել Հայաստան ու դա Սաքոյի կործանումը տեսնելն է։ Իհարկե ինչ-ինչ հանգամանքների բերումով չկարողացա իրականացնել այն ինչ պլանավորել էի։ Չբացահայտեցի Աշոտի մահը ու դա ինձ ահավոր տանջում է։ Բայց հիմա փոխել եմ մարտավարությունս։ Հիմա ես ոչինչ չեմ անելու, բայց Սաքոյի դատավճիռը հենց իր երեխեքն են տեսնելու։ Հաստորեն որոշել ես Վրամին քո կողք տանես։ Եվ ոչ միայն Վրամին, Նարեին էլ։ Ուղղակի Նարեի դեպքում ամեն ինչ մի քիչ այլ է։ Արանքում Աշոտի տղան կա ու ես չեմ կարողանում ոչինչ անել։ Չկարողացա ոչինչ ասել, բայց չեմ ներում ինձ դրա համար։ Տպավորություն է, որ եւս մեկ անգամ Աշոտի հիշատակը արատավորել եմ։ Ոնց հասկանում եմ, Նարեի շուտվանից չես խոսել։ Չեմ խոսել։ Մի քանի անգամ չէ շատ զանգել ա գրել, բայց չեմ պատասխանել։ Չէի ուզում կապի դուրս գալ, հիմա էլ ինքն էլ չի զանգում արդեն։ Հայկն ու Նարեն իրար հետ էլ կապ չունեն։ Ասեմ քեզ ավելին։ Իրենք պատրաստվում են աղբոր աղջկա հարսանիքի։ Ինչ։ Նարեն ամուսնանում է։ Ում հետ։ Արմոյի։ Բա Հայկը։ Գիտես, չեմ զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ դա էլ է Սաքոյի ձեռքի գործը։ Ինքը սովոր է, չէ, բոլորի ճակատագիրը որոշել ու խեղել։ Խեղճ Նարե։ Երևի դրա համար է ինձ այդքան զանգել, երևի իմ օգնության կարիքն է ունեցել, ես էլ չեմ պատասխանել։ Դուրդ չեկավ կինոն։ Դե ոնց ասեմ, ես ուղղակի սարսափ ժանրը չեմ սիրում։ Լիլի ջան, բա սկզբից ասեիր։ Դե ուղղակի նենց ոգևորված ուզում էիր հենց այս ֆիլմը նայենք, բան չուզեցի ասեմ։ Հետո եք ասես, որ ինձ չես սիրում։ Ես տենց բան չեմ ասել։ Լսի, բայց ես երևի արդեն գնամ։ Ես կտանեմ քեզ։ Իսկ Հայկ այսքան ժամանակ ուր է։ Չգիտեմ, կամ տանը չի, կամ է սենյակից դուրս չի գալիս։ Այդ տղայի գլխին էլ ես կարճ ժամանակում ինչքան բան ասես եկով։ Ոչինչ։ Տենց բաներ ենք հաղթահարել։ Էս էլ կանցնի։ Լսի, բայց դու որ Սոնայից լուր իմանաս, ինձ անպայման կասես։ Հա, անպայման կասեմ։ Համել Սոնան էլ կուրախանա, որ իր համար անհանգստանում ես, հարցնում ես։ Լիլիթ, Սոնան պետքա ոչ մի բան չիմանա։ Սկսվեց։ Նոր բան ասեցի։ Լավ, հասկացա։ Վերջ։
Ինչ է եղել Սոնա, ինչ ես փնտրում։ Ջերմաչափը ուր է։ Վրամը հիվանդա։ Չէ, Նարեն իրան լավ չի զգում։ Ուղղակի ինձ թվում է ջերմում է, ասեց ջերմաչափը այստեղ է, բայց չեմ գտնում։ Ոնց թե ջերմում է, իրոք է։ Ես կտանեմ։ Մենակ թե չբռնվենք։ Նարե ջան, ոնց ես, բար ես։ Մամուր Սոնան։ Սոնան ասաց, որ լավ չես։ Վասիլը։ Այս դիր թևի տակ։ Շուտ բրսում։ Ասի։ Բայց ոնց որ թե տակ չես։ Դե երևի նոր է բարձրանում ջերմությունը, դողում է։ Դե կոկորտս էլ է ցավում, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Երևի որ Արմոյի հետ դուրս եկավ այդ ժամանակամրսել։ Կուզես թե բերեմ։ Լավ, Սոնա, դու մնա Նարեի մոտ, ես հեսա կգամ։ Ոնց որ թե հավատաց։ Ինձ էլ է տենց թվում։ Նենց էիր դողում, ես էլ հավատացի։ Սոն, բայց մի բան կստացվի։ Մի մտածի։ Ես քո տեղը արդեն ամեն ինչ մտածել եմ։ Նարե հիմա պետք է այնքան վատ լինես, որ բոլորը հարսանիքի մասին մոռանան։ Սոն, բա որ բժիշկ կանչեն։ Չեն կարա երկար խափեն, կիմանան, որ հիվանդ չեմ։ Նարե, այդ թողին վրա ես մի բան կմտածեմ։ Կարող է ուրիշ բան մտածենք։ Եթե ուրիշ տարբերակ ունես, ասա, բայց չեմ կարծում, որ քեզ հարսի շոր կհագցնեն սենց հիվանդ ու կտանեն տնից։ Չգիտեմ, չէ, չկա ուրիշ տարբերակ, ուրիշ բան չենք կարա մտածենք։ Ջերմությանդ հարցը պետք է լուծենք։ Էս պետք է տաքացնենք։ Տենց վախեցած մի նայի։ Լավ, արագացրու, քանի մամա չի եկել։ Նեղացած ես ինձնից, Նարե։ Նեղացած ես։ Երևի իրավունք ունես։ Մամ Սոնային տեսել ես։ Հա, Նարեին ընջարանում է։ Ես եմ ասել, որ մոտենում է։ Ինչի համար։ Բարես, Նարին ոնց որ թե հիվանդանում է, լավ չի։ Ես թե պատրաստ եմ Սոնային ասել եմ մոտենա մինչև կամ։ Բա ինչ ա եղել որ։ Դե երևի այդ սեզոնային վիրուսներից է։ Հուսանք շուտ կապակինվի։ Լավ, ես թե տանեմ, որ չսառի։ Հենց ստացվում է մի բան։ Մեզ 39 աստիճան հերիք է։ Սկզբի համար լավ է։ Դու պարկի, ես ամավատ կգա։ Այս իր թևի տակ։ Նարի ջան, թե հետ բերեցի։ Բռնի։ Դողը անցավ, ինձ թվում է սա ջերմությունն էլ կիմանանք։
Քանի րոպե անցել։ Արդեն կարանք անենք։ Դուր բալես։ Դուր տեսնեմ։ Աստված իմ, տաքությունը 39-ն է։ Պետք է շտապ օգնություն կանչել։ Չէ, մամա, սովորական ջերմիջեցնող դուր։ Կանցնի ուղղակի մրսածությունը։ Որտեղ է դա ցավում։ Ինչ կուզես բերեմ։ Կոկորտս է ցավում, բայց հիմա ուզում եմ քնեմ մի քիչ։ Չէ, չի կարելի։ Չի կարելի քնել։ Ես գնամ ջերմիջեցնող բերեմ։ Լավ։ Կումարը, խմի։ Վերջին օրերին ասում էիր, որ լավ չես, բայց ով իմանա, որ հիվանդանում ես։ Կսպասենք մինչև վաղը տեսնենք, եթե ջերմությունդ չիջնի, կգնանք բժշկի մոտ։ Խմի։ Ես արդեն տանն ես։ Ոնց ես։ Բան կուզես խմելու։ Փոքր աղբերս այնքան է մեծացել, իմ համար խմելու բան է բերում։ Գիտես մի քո այն ժամանակ, որ ինձ մեղադրում էիր, մեր կորցրած մանկության համար նեղվում էի։ Նեղվում էի ասածներից հետ։ Բայց հիմա գնալով հասկանում եմ, որ ճիշտ էիր։ Ամեն ինչի համար մենակ ես եմ մեղավոր։ Նենց չի ես ճիշտ եմ եղել Հայկ։ Ես ուղղակի նեղացած էի կյանքից։ Ու չէի ուզում լսել ինչ-որ մեկին կամ հասկանայի։ Բայց հիմա այդ անցել է։ Դու ինչ պետք աներ, որ չես արել։ Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ ինչքան սխալ ենք եղել։ Ամբողջ կյանքներս տանջվել ու տառապել ենք։ Մենակ կորցրել ենք էլի մի քո։ Ու մտածել ենք, որ այդ ամեն ինչը մեր հոր պատճառով է։ Մենակ մեր հորն ենք մեղադրել։ Որ բերդում էի մոտս մարդ էր գալիս, իմ մեջ թաքուն հույս ունեի, որ պապանա։ Իմացել եմ, որ նեղն եմ ու եկել է, որ կողքս լինի հերես։ Այս գնում տեսնում էի ուրիշ մարդ է։ Հետո մեղադրում էի իրան, որ չի եկել։ Ինձ էլ մեղադրում էի, որ հələ հույս ունեմ, որ կարող է ու գա։ Ինչ իմանայի, որ սպասում եմ մի մարդու ու մեղադրում եմ մի մարդու, ով արդեն չկա։ Ինչ իմանայի։ Ինչ իմանայի, որ հորս սպանել են ու լռել են։ Ու բոլորիս աչքերում սևացրել են։ Ամենաշատը մի բանի համար եմ նեղվում, գիտես։ Ինչի համար։ Որ տատին ու պապին իրենց կյանքի վերջին տարիները տենց ապրեցին։
սիրտս կտոր ալին որ հիշում եմ Մարգարը չպիտի գլուխը կախապրեր։ Հայկո երևի լավն էր, էդ էր։ Չգիտեմ։ Պապին ու տատին միշտ մտածել են իրանց երեխան երջանիկ է։ Ճիշտ է իրանցից հեռու, բայց երջանիկ է։ Հաստատ որ իմանային քաջիկն է սպանել, այդ ավելի դաժան կլիներ իրանց հանդեպ։ Այդ հարցը հələ քաջիկն է սպանել թե չէ։ Դու մտածում ես, որ քաջիկը չի սպանել։